ոսկու շուկայի տնտեսվարողները հանդիպել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ եւ կարծես թե նրանց հարցը լուծում է ստացել, ինչով է պայմանավորված այս տարբերությունը, հա? Ինչքան տեղյակ եմ, ինչքան լսելով տեղյակ եմ, նենց չի, որ իրանց հարցը լուծում է ստացել, դեռ քննարկման շեմին է, բայց դա խաբեություն է, Նայիրի Սարգսյանի առաջարկով ա եղել, երևի մեր բնակավարում էլ մի հատ Նայիրի Սարգսյան պետք է լիներ, որ մեր հարցն էլ առաջ տանեին, չգիտեմ, ծանոթով բարեկամով ա երևի։ Նայիրի Սարգսյանը ինչ շահագրգռվածություն ունի ձեզ այս ամեն ինչում, որ փորձում է, որտեղ իրենք ազգային ժողով Նայիրի եւ Հայկ Սարգսյանները այդ քննարկման ժամանակ ներկային եւ առաջարկում էին 1%-ով աշխատել եւ վստահեցնում էին, որ բոլորը կներկայացնեն կվճարեն։ Ինձ թվում է դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Նայիրի Սարգսյանը ոսկու բիզնեսի մեջ կա։ Ինքը հայտարարել է, որ գործունեությամբ է զբաղվում, բիզնեսմեն է։ Դե եթե բիզնեսմեն է, բնականաբար արդեն ինքն էլ պետք է իր շահերի համար բանավիճի, այդ ձևով է բանավիճում։ Հիմա ձեր պահանջը շարունակում է մնալ, որ շրջանառության հարկը շեմիչեցվի եւ մնա 5%-ը։ Բացի շրջանառության հարկը գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տերոր է լինելու։ Ազգի վրա տերոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու։ Ձեր կարծիքով իսկապես ժողովուրդը հոգնել է այս թանկացումներից եւ իսկապես դժգոհ է Նիկոլ Փաշինյանից։ Այսօր նա ստատուս է գրել, ասում է ժողովուրդն է բերել ինձ, ժողովուրդն էլ կհեռացնի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ես կարծում եմ, եթե այն ժամանակ 18 թվին հարցնեիք ժողովրդին, կարող է 10%-ը չուզենար Նիկոլ Փաշինյանին, հիմա եթե 10%-ն ուզենա, շատ 10%, չգիտեմ ինչ շահի դիմաց կամ ինչի համար է։ Այսօրվա այս ազգին ամբողջ այս վիճակի գցելու, ես մտածում եմ, պարոն Փաշինյանը հայ ազգին կարելի ասել երևի ատում է, որ այսքան ամբողջ ազգին բոլոր կողմերից է էլի ամբողջ այդ նեղությունը տալիս, ոչ թե մենակ մեզ տնտեսվարողներին։ Պետություն եմ սարքում։ Հա, բա թող քիչ ծախսեն։ Թող 500,000-նոց մեքենա չառնեն, պետական մեքենաները վաճառքի եք դրել, որ ավելի լավ առնեն, 20 հատ մեքենա վաճառում էին, որ լավ առնեն իր համար։ Թող ինքն էլ մեզ նման լինի։ Մեզնից մեկն է։ Ասեցիք ատում է, հա, Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ, սա արդեն դա է ցույց օրինակ իր վերջի եթերներից մեկում ասում էր հավատակ չհավատակ, սիրում եմ բոլորիդ։ Դա Աստված որ տենց լիներ, որ սիրեր չէր կարող պայքարեր այն բանի համար, որ ազգը դուրս գար երկրից ավելի շատ հայաթափություն է լինելու սա։ Մի անգամ էլ փորձեցին, չէ, չստացվեց, դատարկվելու է։ Հիմա ասենք մի քիչ մարդիկ սկսեցին աշխատել, նորից ուզում են եղի, որ դուրս գան։ Այս երկրում հնարավոր չի իրանց տերորով աշխատել։ Հիմա այսօր ինչ եք պահանջում, ում հետ հանդիպում ինչ։ Միայն Նիկոլ Փաշինյանի, որտեղ ոչ մեկ ոչ մի արձագանք չի տալիս։ Իսկ որ ասում եք գույքագրումն է խնդիր, կմանրամասնեք ինչն է այդտեղ խնդիր։ Հիմա մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, էնդեսը վճարել են եւ չի վաճառվել։ Պետությունը միևնույնն է, մեզ էնդեսը հետ չի տալի։ Այդ 10,000 արժողությամբ ապրանքը կարող է մեկը մոտենա 1000 դրամով վաճառի։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5,000-ով, հետո 1000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բռակ կա, դրանք լրիվ խնդիրներ են եւ հետո առավել եւս, եթե գույքագրումով սկսենք, գույքագրումը ինքը իրանից պահանջելու է բարձր հաշվապահություն, բարձր գներով հաշվապահություն, նաեւ աշխատատեղ, որը որ գործատուն չի կարա այդքան վճարի։ Այդ եկամուտները չունի, որ ինքը 3 աշխատող էլ ընդունի։ Տիկին Կարինե 6 ամսով այդ հետաձգման որոշումից էլ էիք դժգոհ, ամեն դեպքում իրենք Չեն հետաձգել, խաբեություն է։ Ամեն դեպքում ասում են էլի հոգուց ձեզ աշխատանքներ են տարել, հատկապես ինչն է խաբեություն։ Խաբեություն է, ոչ մեկն էլ չի գույքագրել, ոչ մեկն էլ չի գույքագրել, բնականաբար գույքագրածներ իրանք չէին կարա միանգամից հարձակվեն ամբողջ ազգի վրա։ Այդ ժամանակ արդեն այդ 55,000-ը ոտքի կհելնեն։ Հիմա ինչ որ հույսեր ունեն, կարող է մի բան փոխվի մարդիկ, հետո հիասթափված են։ Իրան շատ ոգևորությամբ ընտրել ենք, բերել ենք ասպարեզ, հիմա էլ հիասթափված են ժողովուրդը արդեն, հավատ չունեն, ինքը ամեն ինչ է մեր մեջ կորցրել։